Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Զեկույցի ճակատագիր է, ինչ սպասվում։ Այսինքն այսպես դուք մեկ տարի քննեցիք այդ հարցը, ասում եք 200-ից ավելի փաստարկված այսպես ունեք նյութեր եւ փաստորեն հանրությանը չի ներկայացվել։ Նյութերի քանակը ավելի շատ է, զեկույցն է այդ ծավալով։ Զեկույցը գիտեք, որ գտնվում է գաղտնի բաժնում, որոշումը կայացրել է ազգային ժողովի նախագահ, հենվելով առաջին հերթին պետերական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդյանի տված եզրակացության, թե այդ եզրակացությունը ինչքանով է իրավական առումով համոզիչ, ես դրա մասին բազմիցս խոսել եմ, պետք է ելնենք այն իրողությունից, որ ինքը գտնվում առաջի բաժնում եւ պատգամավորները իրավասու են, ովքեր ունեն թույլտվության այդ մակարդակը, կարող են իջնեն, ծանոթանան, այդտեղ արդեն խնդիրը հետոյի հետ կապված, որովհետև կանոնակարգ օրենքը կարգավորում էր, որ նախագահին ուղարկելուց հետո զեկույցը պետք է գնա լիագումար նիստ եւ ես պետք է հանդես գամ ելույթով եւ պատասխանեմ հարցերին, որից հետո քվեարկությամբ մենք պետք է որոշենք հաջորդ կանգառը տվյալ զեկույցի, որը ելի պետք է գաղտնի բաժնով գնա։ Այդ խնդիրներն է, որ այս պահին արկախված է եւ լուծումը դրված է ազգային ժողովի գաղտնի բաժնում, սա միջանկյալ ես կարող եմ իմ տեսանկյունից ասել լուծում է, բայց զեկույցը ինքը գոյություն ունի, որտեղ նպատակը քննիչ հանձնաժողովի աշխատանքը սկսելու եւ անելու դա զեկույց ունենալն էր։ Ես այդպես եմ մտածում, որովհետեւ ցանկացած իրավակարգավորում պետք է ծառայի նպատակին։ Նպատակը զեկույցն էր։ Հիմա այստեղ թե կանոնակարգ օրենքի ինչ որ դրույթում գրված էր այդ ամիսների ընթացքում, ուրեմն պետք է եւ աշխատենք եւ զեկույց կազմենք, դա նախ իրատեսական չի, որովհետեւ պատկերացրեք վերջին օրը ենթադրենք քննիչ հանձնաժողովը ստանում է 1000 էջանոց փաթեթ, որը պետք է ուսումնասիրի եւ ներառի զեկույցի մեջ, դա իրատեսական չի, բայց այդ խնդիրն է լուծված է տրամաբանության շրջանակներում, որովհետեւ Պաշտպանության անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը վերապահված է սահմանադրությամբ եւ կանոնավոր մեկ հանձնաժողովի, որը իրավասու է մշտական գործող հանձնաժողովին, մենք այդպես արել ենք նաեւ մեր առաջին զեկույցը քարորիայի համար, հավաքագրել ենք փաստերը, հետագայում որպես արդեն մշտական գործող հանձնաժողով պատրաստել ենք զեկույց եւ ներկայացրել ենք եւ գոյությունի նախադեպ։ Հիմա անդադ ես խոսեմ նախադեպի մասին, նախադեպի գոյության պարագայում, խոսել իրավակարգավորման ինչ որ արգելքների մասին հնարավոր չէ, որտեղ օրենսդիրը Արադ Միրզոյանը, երբ որ ուղարկեց լիագումարնիստ եւ ես ելույթ ունեցա, իր դիրքորոշումը օրենքի հետ կարգավորման հետ կապված արդեն տվել է։ Եվ դա անտեսել անհնար է, որովհետեւ դա կներեք իրավագիտության մեջ հարցը քննարկվում է, որ գալի ագումար, թե կարող ենք ասել, այս պայմանությամբ փակված է։ Եթե ինքը գոյություն ունի զեկույցը, ճիշտ հասկացեք։ Զեկույցը հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվել ազգային ժողովի նախագահին։ Կանոնակարգ օրենքը ասում է, որ դրանից հետո պետք է ազգային ժողովի նախագահը մեկ ամսում որոշում կայացնի նրա հաջորդ կանգառը որտեղ տին լիագումար նիստ։ Այդպես է գրված օրենքի կանոնակարգ օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածը կարգավորում է այդ հարցը։ Բայց այնտեղ կա մի կետ էլ, որտեղ ասվում է, եւ այդպես են նաեւ որոշ իրավաբաններ, գուցե մեկնաբանում, որ ժամկետները խախտված է, բայց ժամկետների խախտում չի կարա լինի, երբ որ նպատակը զեկույց ունենալն է։ Հիմա զեկույցը գոյություն ունի, հիմա զեկույցը կամ պետքա գնար լիագումար նիստ, կամ պետքա ասվել, եթե խախտված է զեկույցը չկա, բայց քանի որ զեկույցը կա, նրա հաջորդ կանգառը պետքա լինի լիագումար նիստերի օրակարգում։ Սիմոնյանը ասաց, որ ժամկետն անցած է։ Հետո ինչ բանա ժամկետան զեկույց, ասինքն զեկույցը չկա։ Զեկույցը կա, բայց ներկայացման ժամկետները խախտվել է եւ Դե հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբանների։ Վերջին հաշվով ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ տրամաբանությունը, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի արկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետ անցա, այսինքն ոնց, այդ զեկույցը մեռավ, չէ՞ որ զեկույցը նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը։ Այսինքն վերահանել բոլոր այն խնդիրները, որոնց արկայության պարագայում մենք ունեցել ենք 44-րդ պատերազմի ընթացքում պարտություն ենք ունեցել։ Պարոն Քոչարյան, զեկույցը քաղաքական նշանակություն ունի։ Շատ մեծ։ Որոշ գործիչներ ասում են, որ իշխանությունն է որոշել ընտրություններից առաջ զեկույցը պատերազմի ինչ հանդարտանալ։ Քննիչ հանձնաժողովը ոնց որ թե իշխանությունն է, չէ՞ ստեղծել։ Բայց ընտրություններից առաջ որոշել են կներես, այս զեկույցը առաջին հերթին հենց տալիս էին հարցերի պատասխանը, որին մեղադրում էին իշխանություններին, շատ-շատերը։ Հիմա կներեք, իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայացնելը, ոչ, կա իրավական խնդիր,
որի հարցի հետ կապված կա իրավական վեճ։ Առաջին հերթին պարզ է, չէ՞, որ ես բազմաթիվ իրավաբանների հետ քննարկել եմ, բազմաթիվ, եւ նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, նույնիսկ նախադեպային իրավունքի տեսանկյունից որևէ խնդիր չկար։ Այդ թե ինչի է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդյանը եւ Թաթուլ Սողոմոնյանը, ազգային ժողովի քարտուղարության պետը, այդտեղ խնդիր է, որովհետեւ նպատակը հիմա ծառայեցնել ինչ որ ձևակերպման չի կարելի, որտեղ այդ ձևակերպումը պետք է ծառայի նպատակին։ Եթե խնդիր կար, այդ դեպքում հարց է առաջանում, ինչու քարոզիայի ժամանակ այդ խնդիրը չբարձրաձայնվեց, որպես իրավական անհաղթահարելի խնդիր, եւ հաղթահարվեց հենց ազգային ժողովի կողմից։ Հաղթահարման արկայությունը խոսում է, որ ինքը արդեն նախադեպ ունի։ Եվ այդ նախադեպի պարագայում այ հարցրեք, օրինակ հարցրել ենք Անեն Սիմոնյանն ասել։ Չէ, պարոն Սիմոնյանը, չէ, այդ եզրակացություն ներկայացնողներին պետք է հարցնել։ Դուք իրավաբանական կրթություն ունեք, ո՞նց եք նախադեպը անտեսում։ Իսկ դուք այս հարցը պարոն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք։ Թե ես ինչ եմ քննարկում Հարություն վարչապետի հետ, դա ես ցանկություն չունեմ ներկայացնելու, որտեղ մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր երկրի անվտանգության առնչվող, իսկ այս զեկույցը, եթե ցանկալի չլներ իշխանությունաբար, Հարություն վարչապետը 10 ժամ եկել է քննիչ հանձնաժողով։ Շատերը փախել են, խուսափել են։ Օրինակ Վարդան Օսկանյանը։ Հիմա շատ են քննադատում զեկույցում, բանը ասա, արտաքին քաղաքականության առնչվող, արտաքին իրողություններ առնչվող հատվածները, բայց ես դրանից հետո բոլոր ունեն այդ հնարավորությունը քննիչ հանձնաժողով գալու, առաջին հերթին Վասկան Օսկանյանը հերահար էր ինչ որ խոսում, այդպես էլ չկարողացա բացատրել եւ իր չգալը եւ իր տեսակետները, որը պետքա դրվեր զեկույցի մեջ, բայց զեկույցը ներառել է վարչապետի 10 ժամանոց եւ գաղտնի եւ բաց մասերը, դրանք արկա են։ Դուք միայն մի նայեք 215 էջը, դրա տակ դրված են տասնյակ հազարներով փաստեր, տեսագրություններ։ Դուք ասում եք, որ քրեական գործեր կհաջորդեն։ Իհարկե։ Այսինքն հիմա Բայց այս զեկույցը դեռ գտնում առաջի բաժնում։ Զեկույցը պետքա ունենա հնարավորություն, այդտեղ է խնդիրը։ Առաջի բաժնից հետո ինքը ոնց է գնալու մյուս պետական կառույցներ, առաջին հերթին պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգություն, գլխավոր դատախազություն, արտաքին հետախուզություն, բոլորին առնչվող այնտեղ հավաքագրված փաստեր կան, որը շատ անհրաժեշտ է մեր երկրի համար, եւ դրանք ես համարում եմ այս 3 տարի, հատևես 1 տարի ու կես մենք աշխատեցինք փաստերը հավաքագրելուն, մեկտեղելուն եւ 1 տարի ու կես էլ զեկույցը պատրաստելուն եւ ես կարեւորել եմ եւ հանձնաժողովի բոլոր անդամները կարեւորել են զեկույցի որակական ցուցանիշը ինչպիսին պետք է լինի հիմնված փաստեր ալեմ սենց նաեւ աշխատանքի ընթացքում եղել են այսպես զեկույցի մեջ ներառված կտորներ, որոնք չենք սպասել զեկույցի ներկայացման փուլին, այլ ուղարկել են գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք դա այդ հանգամանք հաշվի առնեն եւ սկսեն իրենց ուսումնասիրությունները